Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ հարազնացրել ենք հետևյալ լուրերը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն այսօր ժամանել է Երևան, այս մասին նախ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր տեղեկությունը։ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն, հայտնել էին ԱԳՆ-ից։ Նշենք, որ Մուստաֆայևը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Սա նրա առաջին այցն է Երևան։ 2 օր առաջ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացն առաջիկայում կշարունակվի եւ ավարտին կհասվի տրամաբանական ժամկետներում։ 2025 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի ղեկավարությամբ փոխադարձ այցելություններ էին կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի մերձսահմանային Սյունիքի մարզի եւ Կովկասանի շրջանի հարավային տարածքներ։ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Աղվերանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի շուրջ։ Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման եւ հրատարակման կարգի մասին ուղեցույց։ Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարությունների ուղեցույցների համապատասխան հաստատման համար։ Մեհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆայևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է եւ ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը։ Աղվերանում հանդիպել են նաև հայ եւ ադրբեջանցի գործարարները քննարկել համագործակցության զարգացման հարցը։ Ադրբեջանում բանտարկված 7 հայ պատանների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ 2026 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները, պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են եւ ունեն կամայական բնույթ։ Պատանները Դավիթ Բաբայանը, Մադատ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը եւ Լևոն Մնացականյանը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո։ Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ եւ 1 քաղաքացիական անձ։ Նրանցից 3-ը Դավիթ Իշխանյանը, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ, Դավիթ Բաբայանը արտաքին գործերի նախկին նախարար եւ Լևոն Մնացականյանը պաշտպանության նախկին նախարար եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ՑՄ ազատազրկման։ Մնացած 4-ը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում։ Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր, նշվում է դիմումում։ Բացի այդ նշվել է, որ թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատաններից 7-ը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին եւ աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանների համար։ Դիմում պահանջում է ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից տալ պաշտոնական եզրակացություն, որով պատաններին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական, կոչանել նրանց անհապաղ ազատ արձակել եւ պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար, պահանջել հնարավորություն աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատաններին մինչև նրանց ազատ արձակումը։
Ֆրանսիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում Արադ Թորանյանը եւ Մուրադ Փափասյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգորի եպիսկոպոս Խաչատյանը եւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Փարիզում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատան բացմանը 3 չեն հրավիրվել։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դժգոհություն է հայտնել արարողությանը մասնակցության հնարավորությունից նրանց զրկելու կապակցությամբ։ Խորհուրդը տարածած հայտարարությունում նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։ Դեսպանությունը ներկայացնում է հայկական պետությունը եւ դրանից հանդին հայ ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ եւ արժանապատվությամբ, վերկանգնելով պահի տարակարծություններից եւ կուսակցական հաշվարկներից, ասված է հայտարարությունում։ Արտգործնախարարությունը չի արձագանքել 2022 թվականի հուլիսին խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան, նա ճանաչվել է անցանկալի անձ։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ Փաշինյանի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։ Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը Կանդազը, ով նախորդին 2 ամսով կալանավորվել էր, հացադուլ է իրականացնում։ Այս մասին հայտնում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ Հացադուլ Հայաստանում անարդարության վերացման եւ քաղաքական հետապնդումների դեմ հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները 30 տարվա զինվորականը, որը թշնամու ահու սարսափներ, այսօր հայաստանյան բանտում է եւ ստիպված հացադուլ է անում, նշում է Հովսեփյանը։ Նա ընդգծում է իրավապահների տարածած զայնագրություններում որևէ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսքը ընդամենը հողերը պահելու, բնակարաններ կառուցելու եւ աշխատատեղեր ստեղծելու մասին է, եւ սա այն ամբողջ ծրագիրն է, որի մասին, որ խոսում է մեր կուսակցությունը, խոսում է նաեւ այլ տարբեր կուսակցություններ, տարբեր խոստումներ են տալիս, բայց կալանավորվում է պատերազմի հերոսը։ Ես ասել էի մի անգամ, որ Փաշինյանն ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ տղամարդկանց, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ, եւ դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի բանտում գտնվելը, Սամվել Կարապետյանի ամիսներ շարունակ բանտում գտնվելը, մեր մյուս քաղաքմարտարկյանների բանտում գտնվելը, նշում է Հովսեփյանը։ 2025 թվականին զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել, այս մասին ազգային ժողովում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45%-ը եղել են պատահարներ, այլ խոսքով ոչ հանցագործություններ, 1221-ը կամ 54.3%-ը եղել են հանցագործություններ, այդ թվում 687-ը կամ 56.3%-ը զինվորական, 534-ը կամ 43.7%-ն այլ հանցագործություններ։ 2024 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34%-ով, հանցագործությունները ընդհակառակը նվազել են 110-ով կամ 8.3%-ով, նշել է նա։ Վարդապետյանն ասել է, որ 2025 թվականին զինված ուժերի զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է մահվան 9 դեպք 2024 թվականի 27 դեպքի հետ համեմատ։ Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնյական անփութություն 1 դեպք, ուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ չկատարելու հետևանքով մարդուն մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66%-ով, տեղեկացրել է գլխավոր դատախազը։ Այսօր ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 16:30-ի սահմաններում Սիսիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկան իր վարած Մասիս հովտաշատ երթուղին սպասարկող Պազմապլիշ ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաեւ գազատար խողովակը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը, ով հղիկին է, տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած եւ վիրավոր քաղաքացու ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ ընկերությունների ներկայացուցիչները։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։